Երեդիկ բարի օր։ Բարի։ Բանդանան շատ տպավորիչ է, շատ տպավորիչ։ Այո, նախատոնական Made in America վիճակներ, Ամերիկա։ Դե այո, բանա չէ, որ օրնա 4 շաբաթ չենք աշխատում։ Հա, դե ուրեմն այսօր sense նախատոնական պետք է լինի լրիվ Ամերիկայի 250-ամյակը կատակ չի է։ Կատակ չի, հեչ կատակ չի։ Մերը ինչքան էր 2750 տարեկան, Ամերիկան ընդհանրապես 250։ Երկիրը թե պետականությունը տարբեր բաներ։ Ընդհան խառնած բաժանած էլի։ Եթե երկրի անկախության մասին ինչ է 35-6 տարեկան է պետությունը։ Քիչ է։ 35-ամյակն է։ Եթե հասնի 250 կարող է Ամերիկայի չափ պետական ինստիտուտներ ու ապարատներ գործեն։ Հա, բայց եթե երկիր, ապա իհարկե հազարամյակների խորքից են գալիս դա անկասկածա։ Դա խնդիրը է դառնում։ Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները գոյություն ունի, ազնիվ խոսք, բոլորի համարտության համար, մի տեսակ բանի կղզի է ոնց որ էլի, էլ որ ոչ միտեղ բան չունենաս, այստեղ ոնց լինի, հա մի կտոր հաց, մի կտոր բան կարող ես գտնել եւ գիտեք հետարքիրը որն է ես 87 թվին որ եկա լրիվ սովետական միություն էր եւ ինչ տվեց ամերիկան ձեզ դերենիկ այ այսքան տարի ապրել եք գիտեք ինչ շատ բաներ բայց հիմնական բաներից մեկը գիտեք որն է այս որ ասենք որ ճահիճում ապրող Զուկա ասենք այսպես կամ փոքրիկ լճակում ապրող որ չի կարող պատկերացնել որ եթե մնա այդտեղ ոչ թե ի վիճակի չի ոչ թե ինքը խնդրեմ ունի կամ ֆիզիկական բան այլ ուղղակի չի տեսել չգիտի չի կարծեր որ այդ լճով այդ աշխարհը վերջանում է այ ես որ եկա Միացյալ Նահանգներ այդ հասկացա որ ես մարդկությունը ոչ թե լճում այլ օվկիանոսում է ապրում Եվ գիտեք շատ բաների մակարդակների վրա, էլի մի ձևով, երկու ձևով չէ։ Նախ այն բանը, որ դու բացարձակ ազատ ես, ուր ուզես կարող ես գնալ, ինչ ուզես կարող ես անել։ Հիմա դա այնքան նորմալ է թվում, որ բայց այն ժամանակ սովետական միությունից եկած մարդու համար այդ չեք պատկերացնի ինչ էր։ Դե հա։ Եվ բայց էլի ամենակարևորը որ դու ազատ կարողանում ես մտածել որոշ ժամանակ հետո, որտեվ այդ մեր մեջ նստած էր էլի այդ մտածելու անգամ վախը։ Բայց հետո 1, 2, 3 մեկը հասկանում ես որ դու կարող ես մտածել ազատ։ Մենակ այն գաղափարը, որ իրոք մտնես ցանկացած խանութ, ես այն տարիների մարդկանց աշխարհ հայացնում էլի ասում, այդ հերթերի զրկանքների տակից առնելու, այս տարական բան ենք խոսում, չէ՞։ Ես ավակ ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, ովքեր ասում են գալիս էինք, նկարվում էինք պանրի եւ երշիկի բաժնում, որպես բան, ուղարկում էինք մերոնց, չէինք կարողանում բացատրել, որ կա, ասենք, պատկերացրու այն թվերին, ասենք, Walmart-ի պես տեղ գնաս նկարվես։ Մեկ էլ երբեք չեմ մոռանա։ Առաջի անգամ սուպերմարկետ որ մտա ու այդ կոֆեները որ սես տեսա իրավետևից շարան հա բարձրում կա կոֆեների տեսակներ ու մի տեսակ բրազիլական ինչ-որ լուծվող սուրճ կար մի տեսակ էր այն էլ պիտի գտնեի էլի մեկ էլ սենց իրավետևից գունավոր շարած այմա ես այս անալիտիկան որ նայում եմ ֆենոմենը չհասկացա դու գիտեք որ Nescafe սուրճը ամենաշատ գողացվող բանն է համարվում Գողացվող, հա, խանութներից Վիճակագրությունը, ես վերջերս հրապարակել էին Մտքով կյանքում, Nescafe-ն ինչ պիտի ու դրա համար շատ խանութներում չեք նկատել դրել են ապակու տակ Nescafe-ն Ինչի հենց այդ բրենդը, ինչու հենց այդ ապրանքանիշը, այդ հարցի պատասխանը Ես դրա սենց պատասխան եմ, այդ խմիչքի բաժնում էլ Օղիներ կան, ասենք, կամ որոշը բան ունի, այդ գլխին փակ բան ունի, որ մենակ բանը կարող է հանել, որոշներն էլ բաց են, հիմա ենթադրում եմ, որ ու ինչ են, ոչ թե գողանում են այդ շիշը, այլ բացում խմում դնում են տեղ։ Այ, այդ հասկացա։ Որտեվ չեն կարող այդ բաների, և
ըստ երևույթին այդ ինչ որ սիրած իրանք էլ սիրած տեսակներ ունեն, մենակ այդ տեսակներն են փակում այդ հատուկ բանով։ Մյուսները դեն դրանից չեն Այդ օգտվում։ շորերի վրայի այդ ծնկծնկիկները որքան, չէ, որ տանում են, Ինչերը։ այդ ծնկ որ բաները շորերի վրա հագցված, այդ շոր վրա առնում ես ոնց է կոչվում, չգողանաս։ Որ չգողանաս, Ոնց է կոչվում այդ չգիտեմ։ սենսորները, էլի, սենց ասենք պայմանական, բոլորն հասկացան, այս վերջերը շատ անհարմար դրության մեջ հայտնվեցինք, սուպերմարկետից առևտուր ենք անում, բան որոշակին ցակուս բան վերցրեցինք, դուրս են գալու, ամար ծնգում է։ Էկան մենեջեր բան, ոսոնց նայում են, չէ՞, մարդիկը կարողա գողեն սրանք բան։ Նայում են, չէ, ոչ մի բանի մեջ չկա։ Դու մի ասա մի հատ փոքր բան էինք վերցրել, դրա ծոցագրպանի մեջ էին դրել, որ արտակնապես ինքը չի երևում, այ այդ ծնկծնկիկները ու Պոկել հնարավոր չի, նկատել եք ինչ սարքի մեջ են դնում, մագնիսական ուժեղ, այդ բանը դնում են ծնկ, նոր անջատվեց։ Այնպես որ հարգելի բարեկամներ, ամեն ինչ մտածված է, ամեն ինչ։ Գնանք ազգային ժողով, ինչ անենք, այսօր հրաժեշտի երեկո էր մեզ մոտ, հրաժեշտի, Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ազգային ժողովին։ Կարդացի, եւ գիտեք ինչ էր բանը, դեմա ինչ որ ասում է ինքը տենց բանով, բայց ես զգացի մի բան, որ մի տեսակ աբիժնիկի մոմենտ ունի իր մեջ, նեղացած մի պահ ուներ, կարելի է հասկանալ։ Բայց մյուս կողմից ինչի պիտի բոլորը որ մի պաշտոնում են տարիներով մնան, ինչքան բան փոխվեց, եթե մարդ քաղաքական գործի չէ, պիտի ընդունի այդ։ Բայց մանդատը ինչու է հանձնում։ Ես այդ առումով լրիվ հասկանում եմ իրան։ Եթե մարդը ազգային ժողովի նախագահ է, գնա սովորական պատգամավոր դառնա։ Այդ շատ նորմալ է, no։ Լավ է, դες չկա, նախորդ բաներով։ Դες նոր դու էիր ասում, որ ոչ մեկը որ այդ պաշտոնը տարիներով չպիտի կրի եւ այլն, հա։ Հիմա շահամարելի նպատակահարմար է, որ այն ուրիշ մեկը լինի ազգային ժողով։ Դու էլ այնտեղ քո էլի գործը տարա որպես падգամավոր գործը տարա, վաղը միգուցե այնպես փոխի, որ դելի դու դառնաս։ Ինչու պիտի այդ Հենց դրա մեջ եմ ես աբիժնիկությունը տեսնում իր նեղացածությունը, որ մանդատն էլ է տալիս։ Դու ձայն ես այնտեղ, չէ՞ հիմա որտեղ է ուրիշը գա, դու էլի կարող ես մասնակցել այդ ամեն ինչին։ Ես հասկանում եմ, բայց բարձրաստիճան այդ, այսինքն հանրապետության երկրորդ մարդը, որ գնա նստի падգամավոր, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ ոչ մի դրա մեջ ոչ մի բան չկա ուրիշ։ Դե հիմա գուցե ինչ-որ պաշտոն են առաջարկել, բան ինչ-որ հարցեր կան, որ մենք չգիտենք, բայց դեռ չի երևում դա։ Այսօր բառացիորեն ինքը հերքեց այն թեզը, որ իբր նախագահի պաշտոնը ուրիշ բան եմ ուզում ասել։ Իմ կարծիքով ինքը ինչքան դե ամեն օր հետևում ենք նորություններին, էլի։ Իմ կարծիքով ինքը բոլորովին վատ բան չէր, նախագահ չէր ազգային ժողովի։ Ու մի տեսակ բան ուներ, էլի, այդ ռուսերեն պրաբիվնո են ասում, տենց կարողանում էր խոսքը բանը տեղ հասցնել, համարձակ էր, երբ որ պետք է։ Չգիտեմ, միգուցե ավելի լավ լինի այս բանը հաջորդը, բայց Ռուբեն Ռուբինյանը տեսնենք։ Բայց ես Ալեն Սիմոնյանից բողոք չունեի։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ինչ որ հատուկ հատկանիշներով բան պիտի լինի, էլի, որովհետև այդ ընդդիմության հետ է տալ առնելիքը լինելու երկար ժամանակ, այդ ճիշտ ժամանակին ճիշտ հարցը տալը, տակ չմնալը, այդ ամբողջ հատկանիշները պիտի լիներ, բայց տեսնենք Հետո ինքը մի տեսակ կարողանում էր իրենց լեզվով իրենց հետ խոսել, էլի, այդ մի տեսակ բաներ ստացվում, հիմա տեսնենք լավ Տեսնենք ոնց կլինի։ Հեսա րոպեներ առաջ նախագահականում է Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում, նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է ազգային ժողովի նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանին։ Հանդիպեցին Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ալեն Սիմոնյանին, Խաչատուրյանը կարևորել է 8-րդ գումարման այդ պարզա, մեջբերեմ։ Ես ինքս եղել եմ ազգային ժողովի падգամավոր 95-99 թվականներին։ Ներողություն, ով ասա ասում Վահագն Խաչատուրյանը, նախագահ Ալեն Սիմոնյանին, հա։ Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում խորհրդարանական մթնոլորտ, քննարկումներ, բայց ի տարբերություն այն տարիների 21-26 թվականները առանձնահատուկ էին իրենց բոլոր խնդիրներով, որոնց պայմաններում մենք ապրել ենք։ Մենք միասին ենք անցել այս շրջանը 22 թվականի մարտից որպես հանրապետության նախագահ, բայց մինչ այդ որպես նախարար։ Ես շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որ ցուցաբերել եք եւ այն ժամանակ եւ դրանից հետո որպես հանրապետության նախագահի։ Այն ինչ կատարվեց այս գումարման ազգային ժողովում, հավատացեք, պատմական է։ Պատմական է նաև իր ընդունած որոշումներով։
Դուք 1990 թվականից մինչ հիմա ազգային ժողովի նաև միակ նախագահն եք, որը գլխավորել է ազգային ժողովը ամբողջ գումարման ընթացքում։ Սա եւս մի ժողովրդավարության հասունացման ձեռքբերում է, ասել է նախագահը։ Կարևորը որ լավ են բաժանվում, բան չկա թախից, դեռ բաներից, հա, այդ գործակցություններից ու բաներից, բայց ես էլի բոլոր ճարպիկ տղա է, բիզնեսով էլ կզբաղվի, բան, բայց էլի ենք, հա, ինչպես արդեն ասեցինք, հնարավոր է նաև պաշտոն ստանա։ Տեսնենք, իշխարն է այդ ամբողջ պատմությունները, բայց Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր Հայաստանում։ Ինչեր ու ինչեր, հա։ Մի րոպե, ես սկսեմ այս արտահայտությամբ տիկնոջ։ Ուրեմն ինչ ասում Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եթե Ռուսաստանը փակի իր շուկան հայկական արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի իր դռները հայկական ապրանքների համար հասանելիություն ապահովելով եվրոպական 450 միլիոնանոց սպառողական շուկայի։ Եվ ոնց հասկանում ենք, հիմնական ապրանքները, հեսա Փաշինյանի ասելիստ էինք եթեր տալիս, ընդեղ էլ ասեց, ասեն պայմանավորվածություն են ձեռք բերել, մեր հիմնական ապրանքների ինչ հանում ենք, 80%-ը Եվրոպա գնա առանց մաքսատուրքի։ Այդ ֆանտաստիկ բան է, ֆանտաստիկ։ Այսինքն հիմա ենք ԵԱՏՄ-ի հետ առանց մաքսային ենք, չէ՞, ԵԱՏՄ-ի մեջ։ Ստացվում է Եվրոպայի հետ էլ ենք ԵԱՏՄ դառնում, էլի տենց կանոններ։ Եվ այնտեղ գիտեք ինչ բաներ նշում էր թե որ ապրանքներն ա որ 80% զեղչա լինելու երբեմն էլ 90 անգամ մինչև բանը եւ կար այդ խմիչքները ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ալկոհոլային խմիչքների турքը շատ բարձր է եւ եթե դա 80%-ը հանեն արդեն լավ եկամուտներ է տեղից կարելի է ունենալ մնում է լավ ապրանք ուղարկենք այ հիշեք սա չփճացնենք, որտեվ կառավարություն որոշում, բայց եթե եվրոպական ժողովուրդը չսիրեց մեր ապրանքը, մեր խմիչքը, բաներ եղան, չի առնի, ինչ ուզում եք արեք, էլ եւ այդտեղ քաղաքական գործիչները չեն կարող օգնել։ Չառան ու վերջ։ Այդ կա շատ զգուշ։ Բայց արդարության համար ասենք, որ ի տարբերություն ռուսական շուկայի, եվրոպացի շուկայի քիմքը եվրոպացու այնպիսի խմիչքների ածանոթ, որ մեր համար շատ բարդ է լինելու իրանց, հա, ես օրինակ չգիտեի, ես վերջերս ուսումնասիրությունները ու կառավարության էսի ժամանակ է խոսեցին, բարձրացնում մեր այդ կանյակ գործարկել ենք, չգիտեմ ինչ, այդ թվերի կանյակի հետ բացարձակ կապ չունի, ինչ որ անորակ սպիրտ են խառնում դրա հետ, որ բացարձակ չի համապատասխանում այդ չափանիշներին, անունը մի անգամ հանել ենք ու գնաց, էլի։ Մենք ես այդ իմաստով անձնական փորձառություն ունեմ։ Երբ որ ես տեսնում եմ նոր տեսակի կոնյակը Հայաստանից, եկել անպայման փորձում եմ։ Հա։ Ես կոնյակ խմող չեմ, բայց այդ 1000-ից 1, բայց ինձ հետաքրքիր է։ Եվ ես ձեզ ասեմ, անկեղծորեն ասում եմ, հիմա կասեն, «Էս ինչը էնա», բայց ես շատ եմ փորձել։ Այլեմ ամեն անգամ նոր բան որ տեսնում եմ Հայաստանից եկած փորձում եմ, լավը չեն բարեկամ։ Այսինքն չես համեմատի ոչ ֆրանսիականի հետ, ոչ բանի հետ։ Մեր կոնյակը այդ բարձրության չի։ Գնային կատեգորիան այդ է, հետարքիր է գնայինը։ Գները նայում ես այդ վերևի շկալան բռնում է բաների հետ, հա։ Բայց էլի այդ մակարդակը գնի համեմատ չունի։ Այդ գիտես ով է առնում։ Հարսանիքին պիտի տանեն ինչ-որ բան, հարսանիք 450 դոլարանոց լինի, ասենք չեն կարա 25 դոլարանոց կոնանք, էդ է, թե չէ ով է տունը բացում 450, կարող է տղեքը օգտագործում են անուշների բան չունեմ ասելու, բայց էլի այն չի որակը, որ ասենք չեմ կարող ասել մրգի մասին, կամ այդ մուրաբաները բաները ակնհայտորեն գոնե ինձ համար շատ ավելի համով է։ Էսա դե ֆոն դեր Լայենի հայտարարությունը նախ ասենք որ 18 միլիոն եվրո էլ լրացուցիչ տվեց այն տվածներին լրացուցիչ տղեկ էս էլ ձեզ քանի որ դուք տենց մեռրեմ ձեր սրտին արեք Ուրսուլա Եվրոմիությունը պատրաստվում է վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման հիմնական մասի համար թույլ տալով հայ արտադրողների մուտքը 450 միլիոնանոց եվրոպական շուկա հիշեցնենք որ Ռուսաստանը ընդամենը 150 միլիոն է մենք եւս մեկ քայլ առաջ ենք գնում եւ առաջարկում ենք այսպես կոչված ինքնավար առևտրային միջոց սա նշանակում է որ
Կազատականացվեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը Եվրոպական միության համար։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքը, որ այժմ մեծապես սպառվում է ռուսական շուկայում։ Դրանք կուղարկվեն մեզ մոտ, Եվրոպական միություն, 450 միլիոնանոց սպառողներին ընդառաջ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99% Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի եւ օրգանական ծագման արտադրանքի համար, դուրը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանումը Եվրոմիության շուկա կգա։ Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի ու ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, եւ սա գեղեցիկ եւ խորհրդանշական քայլ է, ասել է Ուրսուլան, Տիկին Ուրսուլան։ Բայց իսկ կյանքը ինչ հետաքրքիր բան է, չեն ինձ ուրախ եմ, որ այս ժամանակահատվածում եմ ապրել, ազնիվ խոսք, աչքիս առաջ ինչեր է տեղի ունենում։ Ով կմտածեր, որ Հայաստանը Եվրոպա ծաղիկ կարող է բան անել, բայց ախր սա ոչ հողի ջրի հետ ակա բան արած, պառնիկներում բոլորը բան են անում, տեխնիկական մի բան է, էլի սերմը լավ եղավ, լավ նայեցիր, բան արեցիր, խնդրեմ մատուցեք։ Եվ մի բան էլ ասեմ, Եվրոմիություն, որ ասում ենք, ախր դա մի երկիր չի Ռուսաստանի նման, որ այս սիրում են, այնքան տարբեր երկրներ, ճաշակներ ու բաներ կան, որ ոնց է լինի, ասենք, մեր գիլասն ու բանը եթե հասցնենք պատշաճ ձևով այնտեղ, մեկին դուր կգա, էլի ռումինացուն չէ, բուլղարացուն կամ ես իմում։ Եվ մեր քանակները արտահանման մեր համար է շատ։ Եվրոպայի համար նայում ես այդ այնքան աննշան է այդ ծավալները, էլի մեզ թվում է, ոյ մեր արտահանումները, բան sense մեզ համար, որ տեսնում ենք այդ արկղերը, բանը ծավալ է թվում է, թե օ իրոք հսկայական է։ Հավատացեք, շատ քիչ է մեր քաշը այս արտահանումների համար եւ Եվրոպան կարասա որպես ուղղակի բարեգործություն ասում է լավ թող բերեն լավ իրանց գիլասն ու ծիրանը։ Ամեն եվրոպացի որ մի հատ ծիրան ուտի թեկուզ օգնելու համար Հայաստանին մի հատ ծիրան։ Որտնաստենն էլ հետը, չէ՞։ Որտնաստենն է հետը ուտեն։ Պետք է այդպեսի բան շարժում սկսել։ Ամեն եվրոպացուն մեկ հայկական ծիրան։ Ու մենք կծաղկենք։ Այս լավը լավ, բայց ամոթալի բաներ էլ եղան էլի այսօր, ամոթալի բաներ։ Գնդապետ է այսօր ձերբակալվել, ով որ ինչ-որ պետական գաղտնիքներ է բարձրաձայնել, բան ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը, քննչական կոմիտեն է հայտնում, Թալինի ներատանը խոզարկություններ են կատարվել, որից հետո սպայի իրավապահները ձերբակալել են։ Վարույթի շրջանակում այս պահին առավել մանրամասն տեղեկություն չեն հրապարակում, բայց ասում են, որ պետական գաղտնիքի բարձրաձայնման հայտման թեմա կա։ Սպասենք ամբողջական նյութին, ես հիմա որոշ կայքեր թարմացնում եմ, եթե հանկարծ հրապարակում լինի, որ իրորդ արդեն փաստորեն բարձրաստիճան սպան է։ Մինչ այդ ուրեմն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ Հայաստանը կհրաժարվի եվրոպական կուրսից։ Բացառել է։ Բացառում եմ արդյոք այն իրավիճակը, ինչպիսին եղավ 2013 թվականին, երբ Հայաստանը 1 կամ 2 գիշերվա ընթացքում հրաժարվեց Եվրոմիության հետ ասոցիացիան համաձայնագրի ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց ԵԱՏՄ-ի կամ մաքսային միության ուղղությամբ գնալ։ Հարցին պատասխանեմ կարճ եւ կոնկրետ։ Այո, բացառում եմ։ Բացառում եմ, օքեյ։ Դա հնարավոր չէ առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որը վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Դե եկեք ընդունենք էլի, որ գոնե մինչև հիմա կարողացավ կառավարությունը մեր խուզանավել այս դժվար ժամանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունները, Իրանի հետ հարաբերությունները, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ֆոնին, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հետ կարծում եմ այո, որ մենք սկսում ենք ձևավորել արտաքին քաղաքականություն արդեն, որտեղ հետո որ հետ ես նայում, տեսնում ես ինչ գործ է կատարվել, որ այսօր մենք հասել ենք այս մակարդակի, որ մեր այդ Եվրոմիությունն է նստում վերկենում արդեն կատակ չի սա։ Քննչական կոմիտեից գտա ամբողջական հոդվածը, ինչեր, մի հատ միասին ընթերցենք, բարեկամներ, ես էլ եմ նոր ընթերցում, համբերություն։ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, արդեն 2 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից անվտանգության դեմ ուղղված էս ինչ վարշությունում
Վերվել են տեղեկություններ այն մասին, որ M-ն, այս մեր պարոնն է, գնդապետ Էդիկ Մալոյանը, հանդիսանալով Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար կոչումով գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկատվության ծանոթանալու իրավունք, չունենալով, կարևոր է նշել, զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկություն ունեցող ոմն ՌՋ-ին դրթել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, այնուհետև հրապարակել է արդեն իր իսկ կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Հասկացա՞ք։ Մի րոպե, հրապարակել ասելով մամուլում է հրապարակել, ի՞նչ է նշանակում հրապարակել։ Չգիտեմ։ ՌՋ-ին դրթել է, որ հրապարակի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը, հրապարակի։ Կարող է նաև որ ասի։ Հա, երևի հրապարակել է, այսինքն հրապարակ բառից է գալիս, որ հրապարակում ես այդ, ոչ թե մի հոգու ասել է, հրապարակել չի։ Լավ, միգուցե վերջում հասկանանք, չգիտեմ։ M-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի այսինչ հոդվածով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը։ Այսինքն հերիքի տեղեկացել է, այլև նաև հրապարակել։ Վերցրել է, ինքն էլ հրապարակել է։ Նաև մեկ այլ հոդվածով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրթելը։ Ամենայն հավանականությամբ այդ պարոնին է դրթել, որ հրապարակի։ Նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել է 3 հոդվածով։ Քրեական վարույթ է ընթանում, ձերբակալվել են եւ մեկը եւ մյուսը, նախաքննությունը շարունակվում է, կտրվի լրացուցիչ տեղեկություն, ասված է քննչական կոմիտեի հաղորդակցության մեջ։ Այլ բան չկա։ Հրապարակելը չհասկացանք, բայց ոչինչ։ Տեսնենք, հա։ Թարմաստելով լրահոսը, գնացին ռեստորան, հացկերան, երջանկություն նորապսակներին ֆոնի տակ։ Հայկական ռեստորաններից մեկը գնացին Ուրսուլա ֆոն դեր Լայնն ու վարչապետը եւ պատվիրակության մյուս անդամները։ Տաշեր պիցա, հա, երևի։ Չէ, դե ուր գնա։ Չէ, բայց կոլորիտային վիճակի մեջ էին գնացել, այնքան հետաքրքիր է ոնց են ընտրում այցելության հասցեները, չէ, ոնց են որոշում, այս ինչ ռեստորանն են գնալու, ասենք երջանկություն նորապսակներին։ Նախորոք, իհարկե, նախորոք համաձայնեցնում են, հա։ Հա, չի ասում ինչ կուտես, այսօր ասում Չիպոտլի։ Դենց չի։ Կարմա պիցա է սիրում աղջիկը, տաշիր պիցա։ Վերջես Ուրսուլա ֆոն դեր Լայնը ազգությամբ ով է։ Մտքովս չի անցել, որ հետա ես, բան արա։ Ով է ազգությամբ Ուրսուլա Ֆորսունա Բորդունլաևան դեր Լայնը։ Գերմանացի կլինի։ Բելգիացի, գերմանացի։ Հա, գերմանացի է։ Ծնվել է 58 թվականին Իքսիել քաղաքում։ Սրա ընտանիքը գերմանական է։ Նրա ծննդյան ազգանունը եղել է Ալբրեխտշտայն։ Շտարդանտենֆյուրեր Ալբրեխտշտայն։ Իսկ ֆոն դեր Լայեն անձանունը ստացել է ամուսնությունից հետո, ամուսնանալով Հեյկո վոն դեն ֆյուր դեր Լայենի հետ։ Ասացես որով մի վախամող գերմանացի է, չէ՞, մեծ կրուշկեքով որ։ Յավոլ, իսկ թվում է բանա, լրիվ չորցած։ Նրա հայրը Էրնեստ Ալբրեխտշտայնը հայտնի գերմանացի քաղաքական գործիչ էր։ Սորտնա տենց, քաղաքական հայտնի գործիչ էր։ Ծառայում էր Ստորին Սաքսոնիայի երկրամասի վարչապետի պաշտոնում։ Վարչապետ է եղել։ Այսպիսով, եթե հարցը վերաբերում է նրա ազգային պատկանելությանը, ապա պատասխանը նա մաքուր գերմանացի է։ Եթե նկատի ունեք նրա տոհմական կամ էթնիկ ծագումը, կարող եմ տալ լրացուցիչ տեղեկություն։ Տուր, կդեմ։ Էդ էլ հետաքրքիր է։ Որ տալիս ես դու, DNA անալիզները, էլի։ Տու։ Ուրսուլա ֆոն դեր Լայնի ընտանեկան ծագումը բավական հետաքրքիր է, կապված է գերմանական հին ազնվական մտավորական ընտանիքների հետ։ Չէ, մի րոպե, ազնվական թե մտավորական։ Այդ է շատ վտանգավոր բան է։ Հին ազնվական ու մտավորական գրած է։ Իրար հետ։ Չէ, դա շատ քիչ է լինում, չէ՞ որ հենց ազնվական ու մտավորական է լինում։ Ես գիտեք, մեր մտավորականների մեծ մասը չունեմ, որտեղ կարծում իրանք այնքան վնաս են տվել մեր պետության ու պետականության, այդ իրանց
այս վիճակով։ Մտավորականություն, ախր ռուսերեն բանն է, չէ, ինտելիգենտն է մտավորականը։ Ախր ինտելիգենցիան, որ ասում են ինտելիգենցիա ռուսերեն, Իշտ տարբեր է, ինտելիգենտ։ Մի տեսակ դաստիարակության հարց է մեջտեղ գալիս, շարժու ձև։ Մեծ մոտ մտավորական միանգամից մտքով աշխատող մարդ։ Այս մտավորայինը, այդ արցանները, այդ քանդակած, այդ բաները կամ այդ ոտանավորները, որ կարդում եք, դա էլ է մտավորական։ Այդ մտավորականի բանա։ Դու արել։ Բացի այդ, ախր մի րոպե, եթե բանվորը բանա շարում, քարա շարում, պատասարքում, կարծում եք այդ մտավորական գործ չի։ Ցանկացած աշխատանք ցանկալի է մտքով լինի, էլի։ Դե առանց դրա չես երևի այս մտավորականներին ինձ թվում է ավելի ճիշտ կլինի այդ բնորոշել էսպես, ովքեր ձեռքորելով չեն աշխատում, հա։ Մենակ գլուխն են օգտագործում։ Շատ լավ է։ Okay։ Ֆրանսիական արմատների ունի Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտավորականից բացի։ Հաճախ համացանցում տարածվում են պնդումներ, թե նա իբր հրյա է, սակայն այդ պնդումները չեն համապատասխանում վստահելի պատմական որևէ փաստի։ Հանրությանը հասանելի է։ Քիչ թե շատ որևէ մարդ հայտնի մարդ լինի ու որոշ մասիկ չասես հրյա է դուք չեք իմ։ Բայց հայերն էլ են տենց, չգիտես։ Օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, օրինակ հորանուն է Հայկո է։ Ոնց է։ Դե բարձ արդեն, հորանունը Հայկո է։ Հայկո ֆոն դեր Լայեն։ Հաստատ ազգային ժողովի դեպուտատ ա եղել։ Չէ, ներողություն, հայրը չէ, կներեք։ Ամուսինը։ Հայկո ֆոն դեր Լայենը։ Ահա։ Հայկոնը։ Հայկոյի կնիկը։ Մեր հարցն է։ Մեր հարցն է, վերջացավ։ Ինչ եկել, դրա համար է հանումա փողերը տալիս է։ Վա, ծպնում ասես։ Քեզ, էս էլ տոտ։ Իսկ դա տվինք, հա, էս էլ 18 միլիոն բրի։ Այդ հարցալիքների ժամանակ ոնց Հանրապետության փողերը մինիստրներն առել են ու փախել են այդե բարի։ Կամ էլ եթե ազնիվ կնիկա, պետք է ասի, այդ ձեր մինիստրներն էին փողերը առել եկե հայդափարից, հետ եմ տալի, քարա տենց բան լինի։ Ինչ տարել էին, հետ ենք բերում, ապրեք։ Հուգենոտական արմատներ էլ ունի։ Մնում հասկանանք հուգենոտները ովքեր են, լավ, էս վերջ, հերիք եմ, ֆոն դեր Լայենին թողնում ենք հանգիստ, հարգելի բարեկամներ, ընթանում ենք գովազդային դադարի, ասում ենք շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որ մեզ հետ են, որից հետո կվերադառնանք։ Եվ ֆոն դեր Լայենին էլ չմոռանանք։ Իհարկե, դել պետության գործընկերն է, շահում ես դու, շահում է պետությունը կարգախոսով։ Հեռու չգնաք, չփոխեք ալիքը, վերադառնում ենք աշտաթարից հետո։ Հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք շարունակելու զրույցը ողջույն ևս մեկ անգամ FM 107.5 HD3 Los Angeles ամենահայկական հաճախականությունը։ Ռաֆայել, քանի չեմ մոռացել, ինձ հարցնում են, թե մեր եթերը վերջանալուց հետո որքան ժամանակից է հայտնվում այն YouTube-ի վրա։ Շատ հարաբերական է։ Սովորաբար լավ, ասենք մինչև 9-ին ավարտեցինք, ենթադրենք, երբ կարող են ավարտեցին, ոչ բոլոր թողարկումներն է YouTube-ում, բոլորը Facebook-ում է մեր R-Music-ի էջում, բայց YouTube-ում հայտնվում է մի 8 ժամ, 9 ժամ հետո էլի։ Պետք է edit արվում, հա։ Իսկ ինչու է բանը, հա, որտեվ որովհետև ես այդ ամենը նայեք, հիմա ազնիվ պատմում եմ, սա ռադիոյում որևէ բան չկա, դե գաղտնիք չկա, Facebook-ից ես ներբեռնում եմ, մաքրում եմ ամբողջ երաժշտությունը, գովազդի դադարները, որովհետև YouTube-ի հեռարձակումը upload անելու համար ընդ copyright է։ Jingle-ները, ինչ որ կա եւ այլն, մոնտաժում եմ այնտեղ title-ներ եմ դնում, subscribe button եւ այլն եւ ներբեռնում եմ image-ը։ YouTube-ում իմ մոտ է դրած։ Բայց բանում Facebook-ում R-Music-ի պաշտոնական էջն է, ինքը միշտ հասանելի է, ովքեր որ ուզում են դիտել, ովքեր ձեզ հարցրել են, եթերը վերջացավ, Facebook-ում կա R-Music-ի էջը կարան միանան, ինքը միշտ կա, բայց եթե YouTube-ի հարթակում են ուզում դիտել, օրինակ մեր ռուսաստանցի շատ հետևորդներ կան, ասում են չեն կարող մտնենք Facebook, չի աշխատում եւ այլն, դրա համար ոնց որ YouTube-ը VPN-ով կպնում են, ինչ որ նայում են, ինչ են անում բան, հա։ Որոշ ուշագրավ դրվագներ եմ գցում մի քանի րոպե, ասենք զրույցից բան, բայց մի 8 ժամ հա տևում է, որովհետեւ օրինակ տեսեք այսօր 5 շաբթի է, մեր զրույցից հետո եւս մի եթեր կա կնոջս հետ որ անում ենք երաժշտական AM/PM-ը, այսօր չեմ հասցնում էդիտ անեմ, մնում է վաղն առավոտ։
մեր ժամով, դրա համար ժամանակից է կախված։ Գնանք առաջ, կալանքներ։ Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ եւ Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունը, վերջիններիս նկատմամբ խափանմամիջոց է կիրառվել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամը դառնալու է պետության եկամուտ գրավը։ Արտյոմ եւ Արամ Խաչատրյանները կկալանավորվեն, կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։ Գագիկ Խաչատրյանի որդիների մասին է խոսքը։ Սյունիքի, չէ, Գագիկ Խաչատրյանը բանն է, պետական եկամուտների կոմիտեի պես պաշտոնը վախենամ ասեմ, այքես բան մի րոպե, Գագիկ Խաչատրյանի պաշտոնը։ Մեկ ֆինանսների նախարար էր, մեկ պետական եկամուտների կոմիտեի։ Բայց բոլորն էլ յուղոտ տեղեր էլի։ Շատ ուժեղ, հիմա մի րոպե, Գագիկ Խաչատրյանի պաշտոնը։ Մի քանի ատյաններում էր։ 2008-2014 թվականներին, հա ճիշտ եմ ասում, պետական եկամուտների կոմիտեի նախագահն է եղել։ Նայեք ինչ պաշտոն է։ Դրանից անմիջապես հետո ֆինանսների նախարարը։ Այդ շրջանում նա նաև ղեկավարել էր միավորված ֆինանսական նախարարությունը եւ ՊԵԿ համակարգը միասին։ Էլ ինչ ես ուզում ասել։ Կալանք բառը չէ, այդ կալանք որ ասեցինք, կալանք։ Հենց նոր հարցրեցի կալանք բառի արմատները ChatGPT-ին եւ ասում է ուրեմն կարճ պատասխան։ Կալանք բառի արմատը հայերենում գալիս է հին իրանական աղբյուրից, կապված բռնել, կալել, պահել իմաստի հետ եւ հայերենում ձևավորվել է կալ արմատից եւ անք ածանցից։ Հիմնական արմատը, որը հայերենում նշանակում է բռնել, պահել, կանգնեցնել, կալանքի ենթարկել։ Քիչ առաջ երկրաշարժ ա գրանցվել Հայաստանում, չենք զգացել։ Ժամը 7-ին ընկերներ, 7-ին, այսինքն մեզ մոտ հիմա մի ժամ առաջ Իջևան քաղաքից 14 կիլոմետր հյուսիս ստորգետնյա ցնցումները եղել են 3 բալ, երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Խաշաթառում, Սևքար գյուղում եւ Աչաջրում 2-ից 3 բալ, դե թույլ է եղել, բայց հաստորեն էտել։ Գնանք առաջ։ Մտքով չէր անցնի, որ այդ կալանք բառն էլ պարսկերենից գալիս էլի։ Դե, ասենք զարմանալի, մենք ամենաշատ պարսկերենից ունենք արմատ բան լեզվական արմատներ։ Պարսկաստան ասեցիք, վաղը Փաշինյանը գտնում է Իրան մասնակցելու ուղարկավորությանը, հաստատեց ճեպազրույցը։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ է անում, որովհետև մենք այդ երկրի հետ շատ լավ հարաբերություններ ունենք եւ այդ հարևաններ ենք, ինչու չպահել լավ հարաբերական հարաբերություններ։ Ինչ ոնց Խեմենեին էլ 1000 անգամ ասում էր դարավոր սահման բանես դրական բաներ մեր մասին շատ ասել է եւ դա ինչ որ առումով նաեւ հարգանքի Թուրքիա, այո, թող գնան, ինչի՞ չէ, թող գնան։ Բացի ասելուց մենք տնտեսական ինչ կապեր ունենք Իրանի հետ։ Իրար պետք ենք այս դեպքում էլի։ Չէ, բայց այդ բարդ շրջանում այդ նախադասությունը շատ գոնե, եթե ռոմանտիկ տեսանկյունից նայենք, շատ հաճելի էր, որ սա ասում է հազարամյակների, սա պատմական հազարամյակների սահման է եւ իրոք որ ես նայում ես ամբողջ տարածաշրջանում ինչքան նոր բոլոր պետությունները նոր են Հայաստան, Իրան, Պարսկաստանն ա որ դարերի խորքի, որտեվ ամբողջ մերձավոր արևելքում ինչ պետություն մենք հիմա գիտենք, իրանք նոր պետություններ են։ Լինի դա Իրաք, լինի դա ամենամեծ բանն ա եղել, կայսրությունն ա եղել Սաուդյան Արաբիան, ինչ պետություն ասեմ։ Եվ այդ քաղաքականությունը մեր կառավարությանից շատ ա դուր գալիս, որ հնարավորինս բարեկամական հարաբերությունն ալ բոլորի հետ, ընդ որում Ռուսաստանի հետ։ Եվ տեսեք ինչ ա ասում այդ կապակցությամբ։ Հայաստանը երբեք խնդիր չի դրել, չունի եւ չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, վարչապետն է ասում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մեր միջազգային, ոչ միջազգային ընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից էլ որևէ այլ գործընկերոջ շահերը չեն կարող ավելի բարձր դասել քան Հայաստանի Հանրապետության շահերը։
կարծում եմ որ սա տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Շատ Ֆոնդեր Լայնի հետ հանդիպմանն ասում։ Շատ լավ, չէ։ Եվ իսկ կներես, եւ իսկապես չենք ուզում։ Մենք ռուժորթի հետ ոչ մի խնդրեմ չունենք։ Մենք ելի եմ ասում, վաղը մյուս օր, տեսեք թե մենք ինչ լավ հարաբերություններ ենք ունենալ Ռուսաստանի հետ, որտեղ ռեժիմը այնտեղի փոխվի։ Ինչ მე ոչ մի խնդրեմ չեմ տեսնում։ Ընդհակառակը, առևտուր էլ, բարեկամ։ Տեսեք, ռուսները գալիս են Հայաստան, ոնց են հիանում։ Ինչքան փող են բերում իրանց հետ, եկեք ճիշտ է խոսանք, ինչքան փող են բերում։ Ու անպայման պիտի ասեմ, որ մինչև էս հսկայական քանակով ռուսների գալը, այդտեղ տեղավորվել, ապրելը եւ հետո սերվիզի առումով մենք այնպիսի թռիչք ունենք։ Շատ ֆանտաստիկ մեծ թռիչք ունենք բոլոր բնակավարներում։ Նկատի սերվիզի, մատուցման, որակի առումով մենք կարող է մեծ գումարներ ենք դրել, ռեստորաններ, բաներ են սարքել, բայց սպասարկումը շատ վատ վիճակի մեջ է եղել։ Հիմա այդպես չի։ Շատ ավելի բարձր են, քան եվրոպական մի շարք երկրներում, եւ դա դրա նաեւ շնորհիվ էր։ Հետո հոգեբանությունն է փոխվում։ Առաջ մենք մի տեսակ սրան ատում ենք սրա համար, նրան ատում ենք, էսի որտեղ ինչ ասի Հայաստան, սրան նրա համար։ Հիմա ավելի հակառակն է։ Բոլորն էլ ասում են, չէ, մենք բարեկամներ ենք իրար հետ։ Ես մի հատ տաքսիստ ընկեր ունեմ, ով որ Yandex տաքսի է քշում, ստեղի Uber-ն է։ Ռուսական Yandex-ի էլի նույն Uber-ի տրամաբանության մեջ։ Մեզ մոտ որ մի հայ Երևանցի բանը ով որ օգտվում է Uber-ից, ոնց է ուղևորը, որ մի ուղևորը երբևէ կգնահատեր վարորդին։ Տես բան գոյություն չուներ։ Էլ կներեք էլի հոտով, էլ կեղտոտ վիճակով, ծխած սալոնով բան։ Հիմա այդ ընկերս ասում է, հիմա գիտես ինչա, անենց են գնահատում, անենց են ամեն ինչը բան, որ ավտոս պիտի մաքուր լինի, մաքուր հայլացրած պիտի լինի, հենց կանչում են մի քանի րոպե արագ քշում են պատուանը բաց, որ ծուխը սրահում չլինի, բայց որակի մասին է խոսում։ Իսկ առաջ ասում են, լավ, մեր ախպերն է, ծխի, ծխելով, փչելով երեսից գնում էինք ակետից բեկետ, չէ իր ասի, որտեղ ասում էր դե հիմա, բայց հիմա տենց չի։ Եվ դա եւս որակի մեքենաների որակն է փոխվել։ Այն որ ասում են կյանքը ստիպում է, չէ։ Դե չէ սոված կմնաս։ Վերջաց այդպես իրենք կհասկանան, հա։ Այն որ ասեն, սա կուլտուրական չի, սա այն երեխեք կան, բան կան, դե չի։ Բայց հենց իր կոպեկին կպար, սա դա լճացում է, չէ, որտեղ մի երկու անգամ եթե մեկ աստղա դնում, կարա արկելափակվի այդ հավելվածը, ինքը իրոք զրկվի եկամուտից։ Հա։ Okay, այսքանը անց 5 է արդեն։ Այո, չմոռանաք շաբաթ օրը հուլիսի 4-ին մեկ բառով, մեկ նախադասությամբ կամ մեկ բաժակով հիշել Միացյալ Նահանգների անկախությունը, որ այդքան մարդկանց, ինչ ասեմ, ապագա տվեց, որոնք չունեն իրենց երկրները։ Մարդկությանը տված շանս է, չէ՞։ Ամերիկան ինքը մարդկությանը տված շանս։ Շատ լավ։ Ինչ երկու շաբթի սիրելն է, լավ եղեք։ Ցտեսություն։ Այսքանը հարգելի բարեկամներ, այս եթերաժամին վաղը ուրբաթ է, վաղը յոգա ուղեղի համար նախագծի շրջանակներում իհարկե ավելի մանրամասն կխոսենք եւ Միացյալ Նահանգների եւ վաղը առաջարկում եմ մենք զանգերի վրա հիմնվենք, ամեն մեկը ձեր հերթին զանգարեք տաղավար, դուք ասեք, իսկ դուք ինչի համար եք շնորհակալ Միացյալ Նահանգներին։ Իսկ ինչ տվեց ձեզ Միացյալ Նահանգները, ինչ խլեց ձեզնից Միացյալ Նահանգները, որովհետեւ ոչինչ չի լինում միակողմանի։ Միացյալ Նահանգները շատ բան է տվել, եւ շատ բան է տարել։ Ամեն մեկը ունի ուրույն պատմությունը, եւ ես վաղը առաջարկում եմ մենք մտորենք այս ամենի շուրջ յոգա ուղեղի համար նախագծի շրջանակներում։ Իսկ ես ասում եմ առայժմ AM/PM երաժշտական վիկտորինայի շրջանակներում հանդիպելու ակնկալիքով մոտավորապես 45 րոպեից, հա։ Տեսնենք ինչ երգեր ենք այսօր ընտրել եւ ինչպես է այսօրվա մեր զրույցը ընթանալու։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ բոլորից, հատիկ առ հատիկ եւ մեր գործընկերներից, որ մեզ հետ են եւ մեր կողքին։ Եվս մեկ անգամ ընկերներ, ամառը կիսաարձակուրդային վիճակ է։ Գալիս է Միացյալ Նահանգներ հաշված օրերից, մոտ 1 շաբաթից։ Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան մեզ հետ համագործակցել, աշխատել, բիզնեսը նկարահանենք, ձայնագրենք, աուդիո գովազդով դառնան մեր գործընկերը, ազատ ենք համագործակցության համար, կարող եք գրել Ռաֆայել Մնացականյան Facebook-յան էջին, կարող եք գրել R-Music-ի էջին, միասին համագործակցենք եւ զարգացնենք, եւ ձեր բիզնեսին զարգ տանք ներկայացնելով, եւ թե մեր գործընկերության շրջանակներում ընթանանք առաջ։